Երբ 1991 թվականի աշնանը Շահումյանի շրջանի հրամանատարական կետում բարձրաստիճան սպաներ քննարկում էին հետքաշման պլանը, մի մարդ, ով թարթված ձևազերծ համազգեստով երեք վերադարձել էր դաշտից, ասաց բառը, որը բոլորը լռեցրեց. «Դուք սխալ եք անում։ Եթե հետքաշվենք այնտեղից, կորցնենք ամեն ինչ»։ Այդ մարդը Ավո էր, ում իսկական անունը գիտեին միայն մի քանիսը։ Հրամանատարները նայեցին նրան որպես դաշտի կրակոտ, ով չի հասկանում ռազմավարության բարդությունները։ Բայց նրանց ականջներում արդեն հնչում էր Երևանի ճնշումը, քաղաքական նկատառումները, որոնք հաշվի չէին առնում հողի իրականությունը։ Մոնտե Մելքոնյանը, այդ անծանոթ կեղծանունով մարդը, ճիշտ էր, սակայն նրան չլսեցին։ Ինչու՞։ Բարձրաստիճան սպաները անտեսեցին իրենց լավագույն դաշտային հրամանատարի նախազգուշացումը։ Ինչի արժեցավ այդ անլսելիությունը Շահումյանի բնակիչներին, եւ ինչպես այդ սխալի ցավը դարձավ մի մարդու կյանքի խորագիրը։ Մոնտե Մելքոնյանը Շահումյան հասավ 1990-ին, երբ այդ հյուսիսային դարպասները արդեն վերածվել էին լարվածության կենտրոնի։ Նա ժամանեց որպես արխեոլոգ, ով 1 տարի Երևանում գիտական հետազոտություններով զբաղվելուց հետո որոշել էր տեսնել այն տեղը, որտեղ իրական պատերազմը սկսվում էր։ Ավո կեղծանունը վերցրեց անմիջապես, պաշտպանելով ինքն իրեն ոչ թե ադրբեջանական լրտեսներից, այլ սեփական անցյալից։ Նա իր հետ բերեց փորձ, որը ոչ ոք չուներ այդ շրջաններում։ Կորեական կոնֆլիկտային գոտիներում 15 տարեկանից սկսած արկածները, Ասալաում մղած անողոք պայքարը, բանտում ծախսած տարիները, այս ամենը դարձրել էր նրան մեքենա, որը գիտեր ինչպես շարժվել լեռներում, ինչպես կազմակերպել պարտիզանական գործողություններ, ինչպես մտածել ոչ թե քարտեզների, այլ տեղանքի լեզվով։ Բայց հենց այս փորձառությունը, որը ստացվել էր ոչ թե սովետական բանակային ակադեմի թե սովետական բանակային ակադեմիաներում, այլ աշխարհի կեղտոտ անկյուններում, դարձավ նրա առաջին բարիերը Երևանի կաբինետային գեներալների աչքերում։ Շահումյանի շրջանը ավելին էր, քան պարզապես տարածք քարտեզի վրա։ Դա հյուսիսային ճանապարհը դեպի Արցախ էր, անցք, որով հոսում էին մարդիկ, սնունդ, զենք։ Կորցնել այն նշանակում էր փակել այդ ճանապարհը։ Մոնտեն գիտեր դա իր ոսկորներում։ Երբ նա առաջին անգամ քայլեց Շահումյանի լեռնային արահետներով, տեսավ տեղանքի բնական պաշտպանական հնարավորությունները։ Բարձունքներ, որտեղից կարելի էր վերահասկել հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր, անտառներ, որոնք կարող էին թաքցնել ամբողջ բանակ, գյուղեր, որոնց բնակիչները գիտեին յուրաքանչյուր քարի անունը։ Դա ոչ թե կորցվելու տարածք էր, այլ պահելու դիրք։ Բայց Երևանում նստող ռազմական ղեկավարությունը տեսնում էր այլ նկար՝ քաղաքական ճնշումներ, դիվանագիտական խաղեր, միջազգային հանրության կարծիքներ։ Նրանց համար Շահումյանը դարձել էր գինը, որը կարելի էր վճարել համաձայնության համար։ Իսկ Մոնտեն դաշտում ամեն օր տեսնում էր այն մարդկանց, ովքեր կդառնային այդ գնի մարմինը։ Տեղացի կամավորներ, ովքեր ընտանիքներից ու աշխատանքից եկել էին պաշտպանելու իրենց հողը։ Երիտասարդներ, ովքեր դեռ չգիտեին, թե ինչպիսին է իրական կրակոցի ձայնը։ Վետերաններ, ովքեր հիշում էին մեծ հայրենական պատերազմը եւ հիմա կրկին ստիպված էին վերցնել զենք։ Նրանց համար Շահումյանը ոչ թե քարտեզի վրա կետ էր, այլ տուն, դաշտ, բնության տաճար։ Եվ Մոնտեն չէր կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է պարզապես հրաման տալ. «Հետ քաշվեք», երբ գիտես, որ յուրաքանչյուր կրակոտ գիտի, ինչի համար է մղվում այստեղ։ Նախազգուշացումները սկսվեցին աշնանը, երբ առաջին անգամ Երևանից եկած սպաները հավաքվեցին Շահումյանի հրամանատարական կետում, քննարկելու իրավիճակի էվոլյուցիան։ Այդ խոսակցության մեջ Մոնտեն սկզբում լռեց, լսելով բարձրաստիճան մարդկանց խոսքերը։ Նրանք խոսում էին ռազմավարական վերադասավորման մասին, ռեսուրսների օպտիմալացման մասին, դիվանագիտական կոնտեքստի մասին։ Մոնտեն լսում էր այդ բառերը, որոնք թվում էին ծանր ու իմաստալից, բայց որոնց տակ չկար դաշտի հողի հոտը։ Երբ նրանք ավարտեցին եւ պատրաստվում էին անցնել որոշման, Ավո կանգնեց եւ խոսեց։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց յուրաքանչյուր բառ կշռված, որպես զենք։ Եթե մենք հետ քաշվենք Շահումյանից, ադրբեջանցիները կգրավեն բարձունքները 1 շաբաթում։ Մենք կկորցնենք հյուսիսային ճանապարհը, կփակենք մեր սեփական մատակարարման առաքումը, եւ վերադառնալու համար մեզ հետո կպետք լինի անցկացնել գործողություն, որը կարժենա 10 անգամ ավելի շատ կյանքեր։ Սպաները նայեցին նրան, այդ անհայտ կեղծանունով մարդուն, ով խոսում էր ոչ թե ռազմական տերմիններով, այլ հողի իմացությամբ։ Սենյակում հրավառություն սկսվեց։ Մեկն ասաց, որ Մոնտեն չի հասկանում մեծ պատկերը։ Մեկ ուրիշը հիշեցրեց, որ հրամանը գալիս է վերևից։ Երրորդը նշեց, որ ժամանակավոր հետքաշումը կհնարավորություն տա վերախմբավորվել ուժերը։ Բայց Մոնտեն չհանձնվեց։
Նա խոսեց պարտիզանական պատերազմի մասին, որը ինքը փորձել էր այլ երկրներում։ Նա բացատրեց, թե ինչպես փոքր խմբերը կարող են պահել հսկայական տարածք, եթե ճիշտ օգտագործեն տեղանքը։ Նա զգուշացրեց, որ հետքաշումը կդառնա երթևեկություն, որին հետևելով թշնամին կգտնի նոր դիրքերը։ Բայց նրա բառերը չնչին ազդեցություն ունեցան։ Սպաները արդեն որոշել էին։ Երևանից ճնշումը ավելի ուժեղ էր, քան դաշտի իրականությունը։ Քաղաքական նկատառումները ավելի կարևոր էին, քան կրակոտների կյանքերը։ Եվ Մոնտեն, ով հազարավոր կիլոմետրեր էր անցել պայքարելու դեմոկրատիայի եւ արդարության համար, այժմ անօգնական էր սեփական ժողովրդի բարձրաստիճան ղեկավարների առջև։ Հետքաշումը սկսվեց նոյեմբերին։ Մոնտեն իր ստորաբաժանումների հետ ստիպված էր կատարել հրամանը, թեև նրա սրտում այրվում էր բողոքը։ Նա իր մարտիկներին ասաց. «Մենք վերադառնալու ենք այստեղ, բայց գնանք, մի բան եմ խոստանում ձեզ։ Երբ վերադառնանք, դա կլինի մեր պայմաններով, ոչ թե նրանց»։ Կրակոտներն իջնում էին լեռներից, յուրաքանչյուրը նայելով հետ դեպի այն բարձունքները, որոնք թողնում էին։ Իսկ ադրբեջանական դիտորդները արդեն սկսել էին հաշվել օրերը, մինչև իրենց դրոշը կբարձրանա Շահումյանի վերջին կետում։ Հետքաշումը տևեց շաբաթներ, եւ յուրաքանչյուր օր նոր ցավ էր բերում։ Տեղացի բնակիչներ, ովքեր վստահել էին պաշտպանիչներին, այժմ տեսնում էին, թե ինչպես է բանակը հեռանում։ Գյուղերը դատարկվում էին։ Ընտանիքները փաթեթավորում էին իրենց ողջ կյանքը մի քանի տուփերի մեջ։ Երեխաները լացում էին, չհասկանալով ինչու են մեծերը հեռանում տնից։ Եվ Մոնտեն, ով յուրաքանչյուր այդ դեմքը տեսնում էր, իր մեջ զգում էր այն զայրույթը, որը չէր կարող արտահայտել բարձրաստիճան սպաների առջև։ Ադրբեջանցիները մտան Շահումյան մի շաբաթ հետո։ Ճիշտ այնպես, ինչպես Մոնտեն նախազգուշացրել էր։ Նրանք գրավեցին բարձունքները, հսկեցին ճանապարհները, փակեցին հյուսիսային դարպասը։ Եվ այն ամենը, ինչի համար Արցախի կրակոտներ կռվել էին ամիսներ, կորավ մի քանի օրում։ Գինը չափազանց ծանր էր, հազարավոր փախստականներ, կորցրած տարածք, դժվարացած մատակարարում։ Բայց ամենածանրը հոգեբանական վնասն էր, այն զգացումը, որ մարդկանց մատնել էին ոչ թե թշնամին, այլ սեփական հրամանատարությունը։ Վագե Շահմուրադյանը, ով այդ ժամանակ կռվում էր Շահումյանում, տարիներ հետո ասաց. «Մենք գիտեինք, որ Մոնտեն ճիշտ էր, բայց ինչ կարող էինք անել, երբ հրամանը գալիս էր վերևից»։ Այդ անկարողության ցավը մնաց նրանց սրտերում ավելի խորը, քան ցանկացած վերք։ Ինչու հրամանատարները չլսեցին Մոնտեին։ Այս հարցը տանջեց վետերաններին տարիներ։ Որոշ տեսություններ խոսում են քաղաքական ճնշումների մասին։ Երևանում նստողները փորձում էին պահպանել համաձայնություն միջազգային հանրության հետ։ Այլ տեսություններ վկայակոչում են կաբինետային գեներալների գոռոզությունը։ Նրանք չէին կարող ընդունել, որ դաշտային հրամանատարը, ով չուներ սովետական ակադեմիայի դիպլոմ, գիտի ավելի լավ։ Երրորդ տեսություններն իսկապես մութ են, խոսելով խորամանկությունների եւ ներքին պայքարի մասին, որտեղ Մոնտեի աճող հեղինակությունը սկսում էր վտանգել որոշ մարդկանց դիրքերը։ Բայց ամենահավանական պատճառը ավելի պարզ եւ ավելի ցավալի է՝ անվերջանալի խառնաշփոթը, բյուրոկրատիայի անկարողությունը արագ արձագանքել եւ այն ռազմական ղեկավարների տեսակը, ովքեր վստահում են ավելի շատ քարտեզներին, քան մարդկանց, ովքեր ապրում են այդ քարտեզների վրա։ Շահումյանի կորուստը դարձավ դառը դաս, որը վճարվեց արյունով։ Տարիներ անց, երբ վերլուծաբանները ուսումնասիրում էին Արցախյան պատերազմի սխալները, Շահումյանի անկումը միշտ հիշատակվում էր որպես օրինակ, թե ինչ է տեղի ունենում, երբ քաղաքական որոշումները գերազանցում են ռազմական իրականությանը։ Եթե լսեին Մոնտեին, ամեն ինչ այլ կլիներ։ Այս նախադասությունը դարձավ ցավալի ռեֆրեն վետերանների հավաքույթներում։ Բայց Մոնտեն ինքը չանեց ժամանակը ինքնագովաբանությամբ։ Նա անցավ առաջ, կենտրոնացավ հաջորդ մարտերի վրա, օգտագործեց Շահումյանի դաս, փոխելու իր մեթոդները։ Նա պարտիզանական պատերազմի իր փորձառությունը համատեղեց հայկական կրակոտների քաջությանը հետ եւ ստեղծեց մեթոդ, որը հետագայում բերեց հաղթանակներ Մարտունիում, Քելբաջարում, Աղդամում։ Բայց Շահումյանի ցավը երբեք չանհետացավ։ Այն մնաց որպես հիշեցում, թե ինչի է կարող հանգեցնել այն պահը, երբ հրամանատարները անտեսում են դաշտի իմացությունը։ Երբ քաղաքական նկատառումները դառնում են ավելի կարևոր, քան մարդկային կյանքերը, երբ գոռոզությունը խանգարում է լսել ճշմարտությունը, եւ երբ կաբինետային գեներալները չեն հասկանում, որ պատերազմը չի դառնում քարտեզների վրա, այլ այն հողի վրա, որտեղ կրակոտներն անում են յուրաքանչյուր քայլ սեփական արյան գնով։ 1992 թվականի գարնանը, երբ Մոնտե Մելքոնյանը կազմակերպում էր Օմարի անձնանցի գրավման օպերացիան, նա իր մարտիկներին ասաց. «Այս անգամ մենք չենք սպասելու հրամանի։ Այս անգամ մենք գործելու ենք այնպես, ինչպես դաշտը պահանջում է»։
Այդ օպերացիան տևեց 11 օր և վերադարձրեց 1500 քառակուսի կիլոմետր հայկական վերահսկողության տակ։ Մոնտեն ցույց տվեց, որ երբ դաշտային հրամանատարին տալիս են ազատություն գործել, եթե լսում են նրան, հաղթանակը հասանելի է։ Բայց Շահումյանի հիշողությունը մնաց որպես հարց, որը երբեք չստացավ պատասխան։ Կար որևէ մեկը, ով պատասխանատվություն կրեց այդ սխալի համար։ Կար որևէ ուսումնասիրություն, որը պաշտոնապես ճանաչեց, որ Մոնտեն ճիշտ էր, իսկ հրամանատարները սխալ։ Չի ստիպում արդյոք Շահումյանի դասը մերանայել, թե ինչպես ենք մենք լսում մեր լավագույն մարդկանց, երբ նրանք զգուշացնում են մեզ։ Երբ Սլավիկ Այրապետյանը հիշում է այն առավոտը 1992 թվականի մարտին, նրա ձայնը դեռ դողում է։ 30-ամյա պատերազմից հետո նա տեսել է ամեն ինչ՝ մահ, կրակ, դավաճանություն։ Բայց մի բան նրան երբեք չի թողել։ Այն պահը, երբ Մոնտե Մելքոնյանը կանգնեց ադրբեջանական գերիների առջև և ասաց. «Իսկուպացրեք նրանց»։ Մարտիկները համարյա չհավատացին։ Այս մարդը, ով 15 տարեկանում Կորեայի կոնֆլիկտային գոտում սկսել էր իր ճանապարհը, ով Ասալաում մղել էր անողոք պայքար, ով բանտերում տարիներ անցկացրել էր, այժմ պահանջում էր, որ թշնամուն տան ջուր, ուտելիք, մաքուր հագուստ։ «Նրանք չեն ընտրել այս պատերազմը, ինչպես դուք չեք ընտրել», ասաց Ավո, և նրա բառերը թափահարեցին ամբողջ ստորաբաժանումը։ Սլավիկը հիշում է, թե ինչպես մի երիտասարդ կրակոտ, ով կորցրել էր եղբորը Շահումյանում, գոչեց. «Բայց նրանք սպանեցին մեր մարդկանց»։ Մոնտեն դառնացավ նրա կողմը, նայեց նրա աչքերի մեջ և ասաց. «Այո, սպանեցին։ Եվ եթե մենք դառնանք նրանց նման, ապա ինչի համար ենք կռվում»։ Այդ օրը չափեց բան, որը հրամանատարները Երևանում երբեք չէին հասկացել։ Մոնտեն մղում էր պատերազմ ոչ թե վրեժի համար, այլ արդարության համար։ Նա իր մարտիկներին սովորեցրեց տարբերակել թշնամու զինվորներից և քաղաքացիական բնակչությունից։ Յուրաքանչյուր գործողության ժամանակ նա պահանջում էր, որ նրա մարդիկ հարգեն տեղացի բնակիչներին, անկախ նրանց ազգությունից։ «Հայաստանի պատկերը աշխարհում կախված է ձեր ամեն մի քայլից», ասում էր նա։ Այս փիլիսոփայությունը բախվեց այն մթնոլորտին, որը տիրում էր շատ ստորաբաժանումներում։ Այլ հրամանատարներ թույլ էին տալիս կողոպուտ, թույլ էին տալիս ալկոհոլի չափազանց շատ օգտագործում, թույլ էին տալիս վերաբերմունք, որը մոռացնում էր, թե ինչի համար են հայերը իսկապես մղում այս պատերազմը։ Մոնտեն անվանում էր դա երկաթներ, շղթաներ, որոնք կապում են մարդկանց ամենավատ ինստինկտներին։ Աշոտ Գարիբյանը, ով պատերազմի ողջ ընթացքում կռվեց Մոնտեի կողքին, հիշում է, թե ինչպես Ավոն անձամբ վերցնում էր ալկոհոլի շշերը զինվորներից և լցնում հողի մեջ։ «Դուք չեք կարող պաշտպանել ձեր հայրենիքը, եթե չեք պաշտպանում ձեր հոգին», ասում էր նա։ Բայց այս վերաբերմունքը ունեցավ գինը։ Մոնտեի կարգապահությունը, նրա մերժումը կոռուպցիայի, նրա պահանջները, հրաման առնեին զինվորները, այս ամենը սկսեց ստեղծել լարվածություն այլ հրամանատարների հետ։ Որոշ սպաներ տեսնում էին նրան որպես իդեալիստ, ով չի հասկանում իրական պատերազմը։ Այլ սպաներ վախենում էին, որ նրա աճող հեղինակությունը կամավորների շրջանում կդառնա սպառնալիք իրենց սեփական դիրքերին։ Երրորդներն զայրանում էին, որ այս արտասահմանցին, ով չէր անցել սովետական բանակային համակարգը, համարձակվում էր քննադատել նրանց մեթոդները։ Վագե Շահմուրադյանը, ով տեսել է այդ լարվածությունը առաջին ձեռքով, ասում է. «Առաջին շրջանում հրամանատարները չէին ընդունում Մելքոնյանին։ Նրանք տեսնում էին նրան որպես խառնվող արտաքին մարդ։ Բայց երբ կամավորները սկսեցին հարցնել, ինչու չենք մենք բոլորս սովորում Ավոյի մեթոդները, ամեն ինչ փոխվեց»։ Հարց, որ տանջում է հիմա բոլոր վետերաններին. կարո՞ղ էր այդ լարվածությունը խանգարել Մոնտեին հասնել ավելի շատին։ Եթե հրամանատարական շարքերում չլիներ այդ հակամարտությունը, եթե Երևանը ընդուներ Մոնտեի մեթոդները որպես ստանդարտ բոլոր ստորաբաժանումների համար, արդյոք պատերազմը կարող էր ավարտվել այլ արդյունքով։ Արդյոք Շահումյանի անկումը կարող էր կանխվել, եթե Ավոն ունենար ավելի ուժեղ ձայն Երևանում։ Այս հարցերը չեն ստանում պատասխան, բայց դրանք մնում են որպես հիշեցում, թե ինչպիսի գին է ունենում այն պահը, երբ ներքին քաղաքականությունը դառնում է ավելի կարևոր, քան ընդհանուր հաղթանակը։ Սեդա Մելքոնյանը սովորում էր ապրել անորոշության հետ, նույնիսկ մինչև հանդիպելը Մոնտեի հետ։ Բայց ոչինչ նրան չէր պատրաստել այն անորոշությանը, որ եկավ հետո։ Երբ Մոնտեն մեկնեց Արցախ 1991 թվականին, Սեդան մնաց Երևանում, ապրելով յուրաքանչյուր օրը ցավի և վախի միջև։ Նա գիտեր, որ նրա ամուսինը կռվում է ամենավտանգավոր գոտիներում, բայց նա նաև գիտեր, որ Մոնտեն երբեք չէր ասի նրան ամբողջ ճշմարտությունը։ Ոչ թե նա չէր վստահում նրան, այլ նա փորձում էր պաշտպանել նրան այն ցավից, որն ինքը ապրում էր ամեն օր։ Երբ Մոնտեն ժամանակ էր գտնում գալ Երևան, Սեդան տեսնում էր փոփոխությունները նրա մեջ։
Նրա աչքերը, որոնք մի ժամանակ լի էին արկածի եւ իդեալիզմի, այժմ կրում էին ավելի խոր բեռ։ Նրա ձեռքերը, որոնք կարող էին նուրբ շոյել հնագիտական գտածոները, այժմ մշտապես լարված էին, պատրաստ արձագանքելու վտանգին։ Սեդան հիշում է մի երեկո, երբ Մոնտեն վերադարձավ Երևան 12 օր Մարտունու մարտերից հետո։ Նա նստեց իրենց փոքրիկ բնակարանում եւ առաջին անգամ Սեդան տեսավ նրան լացող։ Ոչ թե բարձր ձայնով, այլ լուռ, խորը արցունքներով, որոնք հոսում էին նրա դեմքով առանց որևէ ձայնի։ «Ինչ է տեղի ունեցել», հարցրեց Սեդան։ Մոնտեն մնաց լուռ երկար, ապա ասաց. «Ես կորցրի մի տղա այսօր, 19 տարեկան։ Նա ասաց ինձ. «Ավո, ես պատրաստ եմ անել ամեն ինչ հայրենիքի համար»։ Եվ մի ժամ հետո նա մեռավ իմ ձեռքերում»։ Սեդան նստեց նրա կողքին, եւ նրանք երկուսն էլ լացան, ոչ միայն այդ տղայի համար, այլ բոլոր տղաների համար, ովքեր մեռնում էին այս պատերազմում։ Սեդան հասկացավ այդ պահին, որ Մոնտեն չէր կռվում պարզապես ռազմավարության համար կամ տարածքի համար։ Նա կռվում էր, որովհետև չէր կարող թողնել այդ տղաներին մենակ։ Նա չէր կարող դադարել մինչև վերջ, որովհետև յուրաքանչյուր կորուստ էր դառնում անձնական պարտք, որը պետք է հատուցել։ Գիշերները, երբ Մոնտեն Երևանում էր, Սեդան լսում էր նրա գոռալը քնի մեջ։ Նա տեսնում էր, թե ինչպես է Մոնտեն արթնանում հանկարծ, ձեռքը անմիջապես դեպի այն տեղը, որտեղ սովորաբար ավելացնում էր իր զենքը։ Պատերազմը չէր մնում դաշտում, այն հետևում էր Մոնտեին տուն, այն ապրում էր նրա մեջ ամեն րոպե։ Սեդան փորձում էր օգնել, բայց նա գիտեր, որ կա տարածք Մոնտեի հոգում, որտեղ նա չէր կարող հասնել։ Տարածք, որը լցված էր մարտերի հիշողություններով, զոհված ընկերների դեմքերով, որոշումներով, որոնք փրկեցին կամ կորցրին կյանքեր։ Սեդան երբեմն հարցնում էր իրեն. արդյոք Մոնտեն երբևէ կարող էր վերադառնալ սովորական կյանքին։ Արդյոք այս պատերազմը, որն արդեն վերածվել էր նրա էության մասի, թույլ կտար նրան երբևէ ազատվել։ Նա վախենում էր պատասխանից։ Բայց հենց այդ ամենից էլ Սեդան սիրում էր Մոնտեին ավելի խորը։ Նա տեսնում էր, որ այս մարդը, ով կարող էր լինել անողոք դաշտում, տանը պահպանում էր մի նուրբ մարդկությունը։ Նա խոսում էր հայոց պատմության մասին, նույնիսկ խորը գիշերներին, երբ քունը չէր գալիս։ Նա կարդում էր բանաստեղծություններ բարձր ձայնով, փորձելով հիշել, որ կա աշխարհ կրակոցներից դուրս։ Նա երազում էր օրվա մասին, երբ նրանք կարող էին ուղևորել Արցախ այց տալու հնագիտական տեղամասեր, որտեղ նա մի ժամանակ ուզում էր փորել։ Երբ այս ամենը ավարտվի, մենք կվերադառնանք դեպի գիտությունը, ասում էր նա Սեդային։ Բայց նրանց երկուսն էլ գիտեին, որ դա երազանք էր։ Պատերազմը փոխել էր Մոնտեին անշրջելիորեն։ Նա այլևս չէր կարող նստել գրադարանում եւ մոռանալ, որ դուրսում մարդիկ մեռնում են։ Նա դարձել էր գերին իր սեփական պարտականության զգացմանը։ Սեդան տեսավ նաեւ, թե ինչպես պատերազմը բերեց բաժանումներ նաեւ նրանց ընտանեկան կյանքի մեջ։ Մոնտեի ընտանիքի մի մասը, ովքեր ապրում էին Ամերիկայում, վախենում էին նրա համար։ Նրանք հեռախոսազանգեր էին անում աղերսելով, որ նա թողնի Արցախը, վերադառնա անվտանգության։ Բայց Մոնտեն հրաժարվում էր։ «Իմ ժողովուրդը այստեղ է, իմ պարտքը այստեղ է», ասում էր նա։ Այդ պարտքի զգացումը դարձավ սուրբ բան նրա համար, բան, որը գերազանցում էր անձնական անվտանգությունը, անձնական երջանկությունը, նույնիսկ ընտանիքի խնդրանքները։ Սեդան հասկացավ, որ նա չէր կարող փոխել այդ որոշումը։ Նա կարող էր միայն լինել այնտեղ, երբ Մոնտեն ժամանակ էր գտնում վերադառնալ տուն, լինել նավահանգիստը, որտեղ նա կարող էր ժամանակավորապես մոռանալ պատերազմի ծանրությունը։ Իսկ Սեդան հարցնում է հիմա. արդյոք այն երկարատև բաժանումները, այն անվստահությունները, այն անորոշությունները արժեին այն բանը, որ Մոնտեն տվեց Արցախին։ Արդյոք նա կարող էր պահանջել, որ Մոնտեն ընտրեր նրան եւ ոչ թե պատերազմը, կամ արդյոք սերը նշանակում է թույլ տալ, որ մարդը, ում սիրում ես, գնա այնտեղ, որտեղ նրա հավատքը նրան տանում է։ Այս հարցը մնում է առանց պատասխանի, որպես ցավալի ականատես մի պատերազմի, որը վերցրեց ոչ միայն զինվորների կյանքեր, այլ նաեւ ընտանիքների սրտերը։ Մոնտե Մելքոնյանը սկսեց փոխվել 1992 թվականի ամռանը։ Այն մարդը, ով 1 տարի առաջ հասել էր Շահումյան, լի էր իդեալիզմով եւ հավատքով, այժմ սովորում էր ապրել պարանոյայի հետ։ Նա տեսավ, թե ինչպես Շահումյանի անկումը, որի մասին նա զգուշացրել էր, տեղի ունեցավ ճիշտ այնպես, ինչպես նա կանխատեսել էր։ Նա տեսավ, թե ինչպես հրամանատարների անտեսումը դաշտային իմացության նկատմամբ արժեցավ հարյուրավոր կյանքեր։ Այդ փորձառությունը ավելացրեց նրա մեջ կասկած. արդյոք իսկապես բոլորը նույն նպատակի համար են կռվում։ Նա սկսեց տեսնել նշաններ, որ որոշ հրամանատարներ ավելի շահագրգռված են իրենց անձնական իշխանությամբ, քան ընդհանուր հաղթանակով։ Նա լսում էր պատմություններ այլ ֆրոնտներից, կողոպուտի մասին, դավաճանության մասին, տարբեր խմբերի միջև ներքին պայքարի մասին։
Մոնտեն սկսեց վերացնել իր հավատը նրանց նկատմամբ, ովքեր նստում էին Երևանի գրասենյակներում։ Նա սովորեց, որ եթե ուզում է իր մարտիկներին պահպանել կենդանի, նա պետք է գործի ինքնուրույն, պետք է ընդունի որոշումներ, առանց սպասելու թույլտվության։ Օմարի անձնանցի գրավման օպերացիայի ժամանակ նա արեց հենց դա, պլանավորեց ամեն ինչ առանց համակարգված հաշտության Երևանի հետ։ Նա գիտեր, որ եթե հարցնի թույլտվություն, նրանք կասեն սպասել, կասեն ուսումնասիրել ավելի, կասեն համակարգել այլ ուժերի հետ, եւ մինչև այդ ամենը կատարվեր, առիթը կկորչեր։ Այսպես Մոնտեն դարձավ հրամանատար, ով գործում էր արագ, վճռականորեն, հաճախ առանց հաղորդելու Երևանին, մինչև գործողությունը արդեն ավարտվեր։ Այս մոտեցումը բերեց հաղթանակներ։ 11 օրում 1500 քառակուսի կիլոմետր տարածք, ադրբեջանական ուժերի հեռացում Հայաստանի սահմաններից հրթիռների հեռահարության հեռու։ Բայց այս անկախությունը նաև խորացրեց պարանոյան։ Մոնտեն սկսեց կասկածել, որ Երևանում կան մարդիկ, ովքեր չեն ուզում, որ նա լինի այդքան հաջող։ Նա լսեց շշուկներ, որ որոշ սպաներ բողոքում են Երևանում նրա անհնազանդության մասին։ Նա տեսավ, որ մինչդեռ նրա ստորաբաժանումները պարապում էին փամփուշտների պակասից, այլ ստորաբաժանումներ, որոնք ավելի մոտ էին քաղաքական կենտրոններին, ստանում էին ավելի լավ մատակարարում։ Նա հետազոտեց, թե արդյոք այս դիտավորյալ էր, փորձ սահմանափակել նրա ազդեցությունը։ Վագե Շահմուրադյանը հիշում է, թե ինչպես Մոնտեն մի անգամ ասաց. «Ես ավելի շատ վախենում եմ դավաճանությունից ետևից, քան ադրբեջանական գնդակից դիմացից»։ Այդ պարանոյան չէր անհիմն։ Մոնտեն ունեցել էր դաժան փորձառություն Ասալաում, երբ Գրիգոր Ակոպյանը, խմբակցության ղեկավարը, Սիրիայում գերի վերցրեց նրա երկու ընկերներին եւ 30 օր խոշտանգեց նրանց, տեսագրելով։ Սեդան տեսել էր այդ տեսագրությունը, եւ այդ պատկերները երբեք չէին հեռացել նրա մտքից։ Մոնտեն գիտեր, որ դավաճանությունը կկարող է գալ ամենաանսպասելի տեղերից, այն մարդկանցից, ում դու վստահում ես ամենաշատը։ Այդ պատճառով նա սովորեց պահպանել իր մտքերը անձնական, չբաժանել իր պլանները շատերին, պահպանել իր կյանքի մանրամասները գաղախտնի։ Ավո կեղծանունը դրան պատասխան էր։ Նա ոչ միայն մեղադրում էր նրան, այլ նաև վախեցնում էր նրա հետևից։ Այդ մեղադրանքները հետաքրքիր էին, այդ անձնական բարդությունները, որոնք մարդկանց մեջ կան, բայց մեծ խումբը իրենց չէր համոզված եւ չէին պատրաստ իրենց հետևից դուրս գալու։ Մոնտենը նոր նշանակվեց Անգլիայում հայտնի մի տնտեսագետների համար նախարարության տնտեսագետների համակարգում իր պարտիզաների համակարգով, որ պարտիզաների համակարգով, որը նա ամերիկյան կոմպանիայում էր ստեղծել։ Այդ համակարգում նա ստացակնի։ Ավո կեղծանունը դարձավ ավելին, քան պարզապես անվտանգության միջոց, այն դարձավ խորհրդանիշ նրա ինքնապաշտպանության, նրա անհրաժեշտության ստեղծել պատնեշ միջև իր իսկական անձնավորության եւ այն աշխարհի միջև, որտեղ նա ստիպված էր գործել։ Այս մեկուսացումը նաև բերեց լարվածություններ նրա հարաբերություններում։ Մոնտեն վստահում էր իր մարտիկներին կյանքի հետ, բայց նա չէր վստահում հրամանատարական շարքին։ Նա գիտեր, որ որոշ սպաներ նրան տեսնում էին որպես սպառնալիք, եւ նա գիտեր, որ եթե առիթ ընձեռվի, նրանք կօգտագործեն այն։ Այդ իմացությունը ստիպեց նրան պահպանել անվստահության որոշակի մակարդակ, նույնիսկ իր ամենամոտ համագործակիցների նկատմամբ։ Բայց նա չէր կարող թույլ տալ, որ այդ վախը կանգնեցնի իր աշխատանքը։ Արցախը պետք է ազատություն ունենար, ով էլ որ դա կարժենար նրան անձամբ։ Այն վախերը եւ կասկածները, որ տանջում էին Մոնտեին, չէին անհիմն երևակայություններ։ 1992 թվականի հուլիսի առավոտյան, երբ Մոնտե Մելքոնյանը քայլում էր Մարտունու հրամանատարական կետի միջանցքով, նա անցավ մի սենյակի կողքով, որի դուռը ոչ ոք երբևէ չէր բացում։ Ներսում պահվում էին փաստաթղթեր, գաղտնի հաղորդագրություններ, բժշկական հաշվետվություններ, ռազմական պլաններ։ Այդ արխիվը պահպանում էր ամեն մի որոշման հետքերը, ամեն մի գործողության ապացույցները։ Գոյություն ունի տարբերակ, որ մեկը ով մտներ այնտեղ այժմ, 3 տասնամյակ անց, կտեսներ մի բան խանգարիչ, հարյուրավոր էջեր պակասում են։ Ոչնչացված, ոչ թե պատահականորեն, այլ նպատակաուղղված կերպով։ Ով էր ուզում, որ որոշակի ճշմարտություններ երբեք չտեսնեն լույսը։ Ինչի մասին էին այդ էջերը, որոնք այնքան վտանգավոր էին, որ պետք է անհետացվեին պատերազմի ամենակրիտիկ օրերին։ Եվ ամենակարևորը, ով տվեց հրամանը դրանք ոչնչացնելու։ Շահումյանի հետքաշման մասին փաստաթղթերը կարող էին պատասխանել հարցեր, որոնք տանջում են վետերաններին 30 տարի։ Այնտեղ կարող էր լինել Մոնտեի գրավոր զգուշացումը, ամսագրված, կնիքված, պաշտոնական։ Այնտեղ կարող էին լինել Երևանի հրամանները, ստորագրություններով այն մարդկանց, ովքեր որոշեցին անտեսել դաշտային հրամանատարի նախազգուշացումները։ Այնտեղ կարող էր լինել վերլուծություն, ինչու որոշեցին հետ քաշվել, ով ճնշում էր, որ քաղաքական ուժերը պահանջում էին այդ քայլը։ Ըստ որոշ հետազոտողների, այդ փաստաթղթերը չեն գտնվում արխիվում այժմ։
Սլավիկ Այրապետյանը, ով տարիներ հետո փորձեց վերականգնել իրադարձությունների ճշգրիտ հաջորդականությունը, հայտնաբերեց մի բան տարօրինակ։ Հենց այն շաբաթվա փաստաթղթերը, երբ տեղի ունեցավ Շահումյանի հետ քաշումը, պակասում են ամբողջությամբ։ Ոչ հաղորդագրություններ, ոչ հրամաններ, ոչ մարտական հաշվետվություններ, ոչինչ։ Կարծես այդ շաբաթը երբեք չէր տեղի ունեցել պատերազմի պատմության մեջ։ Երբ սկսեցին հետազոտել, ով ուներ հասանելիություն այդ արխիվին, պատասխանները բերեցին անհանգստություն։ Միայն 5 անհանգստություն կարող էին մտնել այդ սենյակը, 3 բարձրաստիճան հրամանատար Երևանից, 1 տեղական սպա եւ 1 արխիվապահ։ Բոլորն էլ մահացել են այժմ, 3-ը պատերազմում, 2-ը տարիներ անց սրտի կաթվածից։ Բայց հենց մահից առաջ արխիվապահը, մի ծերուկ տղամարդ, ով ծառայել էր Մարտունու հրամանատարական կետում պատերազմի ամբողջ ընթացքում, ասաց մի բան իր որդուն։ Մեկ գիշեր 5 մարդ եկավ եւ վերցրեց տուփը փաստաթղթերով։ Ասացին Երևան են տանում ուսումնասիրության համար, բայց փաստաթղթերը երբեք չվերադարձան։ Այդ որդին հիշում է այդ խոսակցությունը կտրուկ, որովհետև հայրը սովորաբար երբեք չխոսեց իր աշխատանքի մասին։ Նա ինձ նայեց եւ ասաց. «Եթե ինչ-որ բան պատահի ինձ, հիշիր, Շահումյանի ճշմարտությունը թաղված է որևէ մեկի գրասենյակում Երևանում»։ Պատասխանը կայանում է այն բանում, թե ով կարող էր տուժել, եթե բացահայտվեր, որ Մոնտեն ճիշտ էր։ Եթե պաշտոնական հետազոտություն ճանաչեր, որ Շահումյանի կորուստը եղավ բարձրաստիճան սպաների սխալի պատճառով, ապա պետք է մեկը պատասխանատվություն կրեր։ Պետք է մեկին մեղադրեր հարյուրավոր կորուստների, հազատների, հազարավոր փախստականների համար։ Բայց Հայաստանում, որտեղ պատերազմի հերոսները դարձան քաղաքական ուժեր, ով համարձակություն ուներ մեղադրելու։ Ավելի հեշտ էր թաղել փաստաթղթերը, մոռանալ դետալները, թողնել, որ պատմությունը լվա այդ անհարմար հարցերը ժամանակի մեջ։ Վագե Շահմուրադյանը հիշում է, թե ինչպես մի անգամ 1997 թվականին մի հրամանատար, ով մասնակցել է Շահումյանի որոշմանը, խմած վիճակում ասաց նրան. «Մենք գիտեինք, որ Ավոն ճիշտ էր, բայց եթե ճանաչեինք այն պաշտոնապես, մենք պետք է ճանաչեինք նաև, որ մենք սպանեցինք այդ մարդկանց մեր ստուպիդ որոշումով։ Ով կարող էր ապրել այդ մեղավորության հետ»։ Այդ խոստովանությունը, թեև արտասանված ալկոհոլի ազդեցության տակ, բացահայտեց ճշմարտությունը։ Պատասխանատվության վախը եղավ ավելի ուժեղ, քան արդարության կարիքը։ Հրամանատարները, ովքեր կատարեցին այդ սխալը, դարձան հետագայում քաղաքական գործիչներ, բիզնեսմեններ, հանրային դեմքեր։ Նրանց համար Շահումյանի ճշմարտությունը չէր մի պատմական հարց, այլ անձնական սպառնալիք։ Դրա համար արխիվների էջերը անհետացան, վկաները լռեցին, եւ Մոնտե Մելքոնյանը, ով կարող էր վկայել դեմ նրանց, մնաց որպես հերոս, բայց հերոս, ում բառերը պետք է մոռացվեին։ Ինչպես կարող ենք իմանալ ճշմարտությունը, երբ փաստաթղթերը անհետացած են։ Արդյոք մնացած վկաները, նրանք, ովքեր դեռ ողջ են եւ հիշում են այդ օրերը, Կխոսեն երբևէ։ թե նրանք կտանեն գաղտնիքը իրենց գերեզմանները, պաշտպանելով այն մարդկանց, ովքեր մեղավոր են, բայց ովքեր դարձան անդորագրելի պատերազմի տարիներից հետո։ Բայց ամենաանսպասելի գաղտնիքը, որ թաղված է արխիվներում, վերաբերում է ոչ թե միայն ռազմական սխալներին, այլ Մոնտե Մելքոնյանի անձնական վիճակին։ Ըստ անվավերացված վկայությունների, արխիվապահի որդին հիշում է մեկ այլ մանրամասն, որը հայրը նշեց մահից առաջ։ Նա ասաց, որ կար մի փոքր թղթապանակ, որի վրա գրված էր ՄՄ անձնական։ Այդ թղթապանակը վերցվեց առաջին հերթին նույնիսկ առաջ ռազմական փաստաթղթերից։ Ինչ կարող էր լինել այն թղթապանակում։ Բժշկական հաշվետվություններ, անձնական նամակներ, գաղտնի հաղորդագրություններ կամ ինչ-որ բան, որ կփոխեր ամբողջ պատկերացումը մեր ունեցած հերոսի մասին։ Ոմանք վետերաններից հիշում են, թե ինչպես 1992 թվականի աշնանը Մոնտե Մելքոնյանի մարմինը սկսեց հեռախոսել նրան, որ ինչ-որ բան սխալ էր։ Տղամարդը, ով 3 տարի առաջ եկել էր Հայաստան, ուժեղ, էներգիկ, լի կյանքով, այժմ սկսում էր ցույց տալ նշաններ, որոնք նրա ընկերները նկատում էին, բայց չէին համարձակվում խոսել բարձր ձայնով։ Նրա ձեռքերը դողում էին երբեմն առավոտյան։ Նրա մաշկը դարձել էր ավելի գոշ, կարծես արևը չէր հասնում նրան, թեև նա անցկացնում էր ամբողջ օրերը դաշտում։ Նրա աչքերի տակ մութ շրջանակներ երևում էին, ավելի խորը ամեն շաբաթ։ Աշոտ Գարիբյանը նկատեց, որ Մոնտեն սկսել էր կորցնել քաշը անսովոր արագությամբ։ Մենք փորձեցինք նրան ստիպել ուտել ավելի շատ, բայց նա միշտ ասում էր. «Հետո, հիմա աշխատանք ունեմ»։ Երբ Մոնտեն հազվադեպ էր վերադառնում Երևան, Սեդան տեսնում էր փոփոխությունները ավելի կտրուկ, քանի որ ամիսներ անցնում էին ամեն հանդիպումների միջև։ Նա դարձավ ստվեր իր սեփական անձի, հիշում է Սեդան։
Նրա համազգեստը կախվում էր նրա վրա, կարծես դա ուրիշի հագուստ էր։ Երբ նա քնում էր, նա ոչ միայն գոռում էր, այլ ողջ մարմինը թրթռում էր, կարծես ցրտահարված էր, թեև սենյակը տաք էր։ Սեդան հարցրեց նրան բժիշկ այցելելու մասին, բայց Մոնտեն միշտ հրաժարվում էր։ Բժիշկները հարցեր են տալիս, Եվ հարցերը տանում են դեպի զեկույցներ։ եւ զեկույցները տանում են դեպի Երևան։ Ես չեմ կարող թույլ տալ, որ Երևանը գիտենա իմ վիճակի մասին։ Այդ պատասխանը ցույց էր տալիս պարանոյայի մակարդակը, որը տիլում էր նրան։ Նա վախենում էր, որ եթե հրամանատարությունը իմանար, որ նա ֆիզիկապես թուլանում է, նրանք կօգտագործեին դա որպես պատճառ հեռացնելու նրան հրամանատարությունից։ Ըստ որոշ վետերանների վկայությունների, չկա ճշգրիտ պատասխան, ինչով էր հիվանդ Մոնտեն։ Որոշները կասկածում են քրոնիկ սթրեսի մասին, տարիներ շարունակ կյանքը եւ մահը տեսնելը, պարտականության անդադար բեռը, քունի բացակայությունը։ Այլք խոսում են հնարավոր վարակների կամ հիվանդությունների մասին, որոնք նա կարող էր ձեռք բերել տարիներ առաջ, մերձավոր արևելքում, որտեղ նա կռվել էր Լեր Ասալայի համար։ Երրորդները, ավելի մութ տեսություններով, հիշում են, որ նա անցկացրել էր ժամանակ բանտերում, որտեղ նրան խոշտանգեցին, եւ որ այդ խոշտանգումների ազդեցությունները կարող էին լինել երկարաժամկետ, վնասելով ներքին օրգաններ, Թուլացնելով իմունային համակարգը։ բայց առանց բժշկական փաստաթղթերի, առանց ախտորոշման, առանց բուժման, Մոնթե Մելքոնյանի իսկական վիճակը մնում է գաղտնիք։ Այն թղթապանակը, որը արխիվապահի որդին հիշում է, ՄՄ անձնական, կարող էր պարունակել բժշկական հաշվետվություններ, որոնք կբացահայտեին ճշմարտությունը։ Կարող էր լինել, որ Մոնթեն գաղտնի այցելեց բժիշկ մի անգամ, եւ այդ բժիշկը գրեց զեկույց, որը տեղավորվեց այդ թղթապանակում։ Կամ կարող էր լինել, որ մեկը, ով նկատեց նրա վիճակը, պաշտոնապես զեկուցեց, եւ այդ զեկույցը թաղվեց։ Հնարավոր պատճառը, եթե հրապարակային դառնար, որ Մոնթե Մելքոնյանը լուրջ հիվանդ էր պատերազմի վերջին ամիսներին, այն կառաջացներ հարցեր։ Արդյոք նա ստանում էր պատշաճ բուժում։ Արդյոք հրամանատարությունը գիտեր նրա վիճակի մասին եւ անտեսեց այն։ Արդյոք նրան պահեցին դաշտում, թեև նա պետք է հանգստանար, որովհետև նա արժեքավոր էր որպես քարոզչական խորհրդանիշ։ Այս հարցերը կդառնային անհարմար, եւ հարմարավետ էր պարզապես չթողնել դրանք տեսնել լույսը։ Վագե Շահմուրադյանը հիշում է, թե ինչպես վերջին ամիսներին Մոնտեն ավելի ու ավելի հազվադեպ էր մասնակցում հրամանատարական հավաքներին Երևանում։ Նա ասում էր, որ չի կարող թողնել դաշտը, բայց մենք բոլորս գիտեինք, որ իրական պատճառը այն էր, որ նա չէր ուզում, որ բարձրաստիճան սպաները տեսնեն, թե ինչպիսի վիճակում է նա։ Այդ մեկուսացումը սրեց նրա ֆիզիկական փլուզումը։ Եթե նա մնար Երևանում, թերևս նրան ստիպեին տեսնել բժիշկ։ Թերևս ախտորոշվեր ինչ-որ բան, որը կարելի էր բուժել, բայց նա ընտրեց մնալ դաշտում, շարունակել հրամանատարել, շարունակել մղել իր մարմինը սահմաններից անդին, մինչև անխուսափելի վերջը։ Ամենածանր վկայությունը գալիս է մի զինվորից, ով կռվեց Մոնթեի կողքին 1993 թվականի գարնանը։ Մի առավոտ ես տեսա նրան փորձելով կանգնել իր բուրդից, եւ նա չկարողացավ առաջին անգամից։ Նա ինկավ ետ, եւ մի վայրկյան նա նայեց շրջապատին, տեսնելու արդյոք մեկը նկատեց։ Երբ տեսավ ինձ, նա դրեց մատը շրթներին, լռության նշան։ Ես հանգույց տվի Եվ երբեք ոչ ոքին չասացի, մինչև նրա մահից հետո։ Այդ պահը ցույց է տալիս Մոնթե Մելքոնյանի հերոիզմը եւ նրա տխրահռչակ ստուպիդությունը միաժամանակ։ Նա իր մարմնի փլուզումը պահեց որպես գաղտնիք, պաշտպանելով իր կարողությունը շարունակել կռվել, բայց միաժամանակ մերժելով օգնությունը, որը կարող էր փրկել նրան։ 1993 թվականի մայիսին, երբ Մոնտեն պատրաստվում էր իր վերջին գործողությանը Մարտունու շրջանում, նա գրեց նամակ Սեդային։ Այդ նամակը, որը Սեդան պահպանել է 30 տարի, պարունակում է տողեր, որոնք հիմա կարդում ենք նոր լույսի ներքո։ Իմ մարմինը ինձ ասում է, որ ես պետք է հանգստանամ, բայց իմ հոգին ասում է, որ դեռ աշխատանք կա։ Ես լսում եմ իմ հոգուն, որովհետև հոգին է, որը մնում է, երբ մարմինը գնում է։ Այդ տողերը կարող են մեկնաբանվել որպես փիլիսոփայական մտորում, բայց դրանք կարող են նաև լինել խոստովանություն, որ Մոնտեն գիտեր, որ նրա մարմինը ձախողվում էր, եւ որ նա գիտակցաբար ընտրեց անտեսել այն։ Արդյոք դա քաջություն էր, թե հպարտություն։ Արդյոք դվիրվածանվիրվածություն էր, Թե ինքնասպանական միտում։ Սեդան այժմ կարդում է այդ տողերը եւ հարցնում է իրեն. արդյոք նա կարող էր փրկել նրան, եթե պնդեր ավելի ուժեղ։ Արդյոք Մոնթե Մելքոնյանը զոհ եղավ ոչ միայն ադրբեջանական գնդակի, այլ նաև իր սեփական անկարողության ընդունել մարդկային թուլությունը։ 1993 թվականի հունիսի 12-ի առավոտը Մոնթե Մելքոնյանը արթնացավ, հագնվեց եւ մեկնեց դեպի գործողությունը, որը կդառնար նրա վերջինը։ Կարված վիճակում, թուլացած, սակայն դեռ հրամանատարելով։
Եթե բժշկական հաշվետվություններ գոյություն ունենային, եթե իմանայինք նրա ճշգրիտ վիճակը այդ առավոտը, արդյոք մենք կդատապարտեինք նրանց, ովքեր թույլ տվեցին նրան գնալ։ Արդյոք արխիվների էջերը անհետացան հենց դրա համար, որպեսզի մենք երբեք չիմանանք, թե ովքեր պատասխանատու էին նրա վերջին օրվա համար։ Երբ Մոնթե Մելքոնյանի դին տարան Մարտունի 1993 թվականի հունիսի 12-ի երեկոյան, բնակիչները հավաքվեցին փողոցներում եւ մերժեցին թողնել, որ մարմինը տարվի Երևան։ Մոնթեն մերն է, ասացին նրանք, Եվ այդ բառերը ոչ միայն սեր էին արտահայտում, այլ նաև մերժում։ Թույլ տալ, որ Երևանը վերցնի հսկողությունը նույնիսկ նրա մահից հետո։ 1993 թվականի հունիսի 13-ի լուսաբացին Երևանի քաղաքապետարանի երկրորդ հարկում եռանկյուն սենյակում 3 մարդ նստած էին եւ լռում էին։ Նրանցից մեկը դարձրեց գլուխը դեպի պատուհանը, որտեղ Արարատ լեռը երևում էր Մարախլի միջից, եւ ասաց. Մոնտեն մեռավ։ Հիմա մենք կարող ենք շարժվել առաջ։ Այս նախադասությունը, որը երբեք պաշտոնապես չգրանցվեց, բայց որը հիշում են երկու այլ մարդիկ այդ սենյակում, բացահայտում է ճշմարտություն, որը 30 տարի թաքնված մնացել է պաշտոնական պատմագրության ստվերներում։ Երբ Մոնտե Մելքոնյանի զոհվելու լուրը հասավ Երևան, որոշ մարդիկ սգացին, բայց այլ մարդիկ, նրանք ովքեր նստում էին իշխանության գրասենյակներում, զգացին ազատում։ Ազատում մի մարդից, ով տեսել էր չափազանց շատ, ով իմացել էր չափազանց շատ, եւ ով երբեք չէր համաձայնվել խաղալ քաղաքականության կեղտոտ խաղերը։ Արդյոք դա պատահականություն էր, որ մարդը, Ով զգուշացրել է Շահումյանի մասին եւ ճիշտ ապացուցվել էր, մեռավ հենց այն պահին, երբ նրա ձայնը դառնում էր չափազանց ուժեղ անտեսելու համար։ Կար մեկը, ում համար Մոնտեի մահը չէր ողբերգություն, այլ լուծում։ Եվ եթե այդպիսի մարդ գոյություն ուներ, ապա ով էր նա եւ ինչքան հեռու էր պատրաստ գնալ։ Եռանկյուն սենյակում այդ առավոտյան նստած 3 մարդիկ ներկայացնում էին 3 տարբեր ուժեր, որոնք մրցակցում էին իշխանության համար հետպատերազմյան Հայաստանում։ Առաջինը նախկին սովետական բարձրաստիճան սպա, ով հիմա փոխակերպվում էր քաղաքական գործչի։ Երկրորդը բիզնեսմեն, ով կառուցել էր իր ֆորտունան պատերազմի ընթացքում, վերահսկելով զենքի եւ նավթի հոսքերը։ Երրորդը քաղաքական խորհրդական, ով աշխատում էր ստվերում։ Այս 3 մարդիկ ընդհանուր ունեին մեկ բան. Մոնտե Մելքոնյանը խանգարում էր նրանց պլաններին։ Նախկին սպան վախենում էր, որ Մոնտեն, ով հիմա ունեցել էր ավելի քան 2 տարվա հաջող հրամանատարության փորձ, կդառնար քաղաքական մրցակից։ Զինվորները սիրում էին նրան, ժողովուրդը պատկերացնում էր նրան որպես հերոս, եւ եթե Մոնտեն որոշեր մտներ քաղաքականություն, նա կլիներ անդառնալի ուժ։ Բիզնեսմենը վախենում էր, որ Մոնթեի պահանջները կոռուպցիայի դեմ, նրա պնդումները թափանցիկության համար կվտանգեին այն անօրինական սխեմաները, որոնք դարձրել էին նրան միլիոնատեր։ Քաղաքական խորհրդականը վախենում էր, որ Մոնթեի ճշմարտությունը Շահումյանի մասին, եթե երբևէ ճանաչվեր պաշտոնապես, կկործաներ ամբողջ պատմական պատկերացումը, որի վրա նրանք կառուցում էին նոր Հայաստանի լեգիտիմությունը։ Երբ Մոնթեն ընկավ հունիսի 12-ին, այս 3 մարդիկ չկորցրին ժամանակը։ Նույն օրը, երբ Մարտունում ողբում էին, Երևանում կազմակերպչական հանդիպումներ էին տեղի ունենում։ Պետք էր որոշել, ինչպես մատուցել Մոնթեի մահը։ Պետք էր վերահսկել պատմությունը, նախքան պատմությունը վերահսկեր նրանց։ Առաջին որոշումը. պատմությունը պետք է լիներ մասունքային հերոսության մասին, բայց ոչ անհարմար հարցերի։ Հերոս, ով զոհվեց ճակատում, բայց ոչ հերոս, ով մերժեց հնազանդվել անհեթեթ հրամաններին։ Հերոս, ով սիրեց Հայաստանը, բայց ոչ հերոս, ով քննադատեց հայկական հրամանատարության սխալները։ Երկրորդ որոշումը. փաստաթղթերը, որոնք կարող էին բացահայտել անհարմար ճշմարտությունները, պետք է անհետանային։ Շահումյանի զգուշացումները, բժշկական հաշվետվությունները, ներքին հաղորդագրությունները, որոնք ցույց կտային լարվածությունները հրամանատարական շարքում։ Երրորդ որոշումը. վկաները, ովքեր գիտեին չափազանց շատ, պետք է հասկանային, որ լռությունը իրենց շահերում էր։ Վետերանները, ովքեր կռվեցին Մոնտեի հետ, սկսեցին ստանալ այցեր։ Ոչ պաշտոնական, ոչ սպառնալից, բայց հստակ հաղորդագրությամբ։ Մոնտեն հերոս է, եւ մենք պետք է պահպանենք նրա հերոսական պատկերը։ Որոշ բաներ, որոնք դուք գիտեք, կարող են վնասել այդ պատկերը։ Ավելի լավ է չխոսել այդ բաների մասին։ Սլավիկ Այրապետյանը հիշում է, թե ինչպես 2 մարդ եկավ նրա տուն 1994 թվականի աշնանը։ Նրանք նստեցին նրա խոհանոցում, խմեցին սուրճ եւ խոսեցին Մոնտեի ժառանգության պահպանման մասին։ Մենք լսել ենք, որ դուք պլանավորում եք գրել հուշագիր։ Դա հրաշալի է, բայց խնդրում ենք, Եղեք զգույշ։ որոշ պատմություններ, եթե սխալ հասկացվեն, կարող են վնասել։ Սլավիկը հասկացավ հաղորդագրությունը, ինչ որ բաներ չպետք է գրվեին։
Նա հրավիրվեց մի այլ հանդիպման, որտեղ նրան ցույց տվեցին ցուցակ թեմաների, որոնք զգայուն էին։ Շահումյանի զգուշացումը զգայուն։ Մոնտեի կոնֆլիկտները հրամանատարների հետ զգայուն։ Բժշկական վիճակը վերջին ամիսներին զգայուն։ Ցուցակը երկար էր, բայց ամենածանր հարվածը եկավ ֆինանսական կողմից։ Վետերանները, ովքեր կախված էին պետական աջակցությունից, հայտնաբերեցին, որ եթե նրանք խոսեին չափազանց բարձր ձայնով, իրենց օգնությունները կարող էին ուշանալ կամ նվազել։ Աշոտ Գարիբյանը 1 տարի սպասեց իր ինվալիդական թոշակին, եւ երբ վերջապես հարցրեց ինչու, նրան ասացին. «Դուք տվել եք հարցազրույց մի լրագրողի, որտեղ խոսել եք Մոնտեի մասին անորոշ տերմիններով։ Մենք պետք է ստուգենք ձեր հարցը ավելի մանրակրկիտ»։ Հաղորդագրությունը հստակ էր. եթե ուզում եք ապրուստ, լռեք։ Այս մեթոդը աշխատեց։ Տարիների ընթացքում վետերանները սովորեցին խոսել Մոնտեի մասին միայն հերոսական տերմիններով, հեռանալով անհարմար մանրամասներից։ Նմեցին պատմություններ նրա քաջության մասին, նրա մարդկայնության մասին, նրա սիրո մասին Հայաստանի նկատմամբ, բայց նրանք չխոսեցին այն ամենի մասին, ինչ իրականում տեղի ունեցավ։ Պատմությունը գրվեց դեռևս մի անգամ, այս անգամ ոչ թե փաստաթղթերով, այլ վախով։ Հարցը, որը մղում է հիմա բոլոր հետազոտողներին, արդյոք Մոնտե Մելքոնյանի մահը կանխարգելվեր, եթե այդ 3 մարդիկ չլինեին։ Եթե չլիներ քաղաքական շահերի բախումը, եթե չլինեին մարդիկ, ովքեր վախենում էին նրա աջող ազդեցությունից, արդյոք Մոնտեն կտեղափոխվեր անվտանգ տարածք վերջին ամիսներին։ Արդյոք նրանք կստիպեին տեսնել բժիշկ եւ ախտորոշվեր այն, ինչը նրան տկարացնում էր։ Արդյոք պատերազմը կվերջանար այլ արդյունքով, եթե Մոնտեն ապրեր դեռ 6 ամիս, 1 տարի, 5 տարի։ Այս հարցերը պատասխան չունեն, բայց դրանք մնում են որպես հիշեցում, որ որոշ մահեր ծառայում են որոշ մարդկանց շահերին, եւ երբ դա տեղի է ունենում, ճշմարտությունը դառնում է առաջին զոհը։ Ով շահեց Մոնտե Մելքոնյանի մահից։ Նախկին սպան դարձավ պաշտպանության նախարար, հետո վարչապետ։ Բիզնեսմենը ընդլայնեց իր կայսրությունը ամբողջ Անդրկովկասում։ Քաղաքական խորհրդականը հիմնեց հերինակավոր մտքի կենտրոն, որտեղից նա ազդում էր նոր սերնդի քաղաքական գործիչների վրա։ Բոլորն էլ բարգավաճեցին, մինչդեռ Մոնտե Մելքոնյանը մնաց որպես հերոս, բայց հերոս, ում իրական պատմությունը երբեք չպատմվեց ամբողջությամբ։ 1993 թվականի հունիսի 12-ի երեկոյան Սեդա Մելքոնյանը նստած էր իրենց փոքրիկ բնակարանում Երևանում եւ սպասում էր հեռախոսազանգին, որը գալու չէր երբեք։ Մոնտեն սովորություն ուներ զանգահարել յուրաքանչյուր երեկո, երբ հնարավոր էր, եւ երբ նա չզանգեց, Սեդան իմացավ։ Ոչ բառերով, այլ սրտով։ Այդ խորը իմացությամբ, որը գալիս է, երբ աշխարհի մի մասը հանկարծ անհետանում է։ Հեռախոսը զանգեց 1 ժամ անց, բայց դա չէր Մոնտեն։ Ձայնը մյուս ծայրում ասաց 3 բառ։ Մոնտեն ընկավ այսօր։ Եվ ապա շարունակեց խոսել պաշտոնական տերմիններով մասին երբ եւ որտեղ, բայց Սեդան այլևս չէր լսում։ Նա դրեց հեռախոսը ներքև, նստեց իր աթոռին եւ մնաց անշարժ, մինչեւ լույսը դուրս եկավ պատուհանից, եւ գիշերը լցրեց սենյակը։ Նա չլաց այդ գիշերը։ Արցունքները կգան հետո, շատ ավելի հետո, երբ իրականությունը մտնում է ոսկորները։ Այն գիշերը նա պարզապես նստեց խավարի մեջ եւ փորձեց հիշել Մոնտեի վերջին խոսքերը նրան։ Երբ դուրս գամ այստեղից, մենք ուղևորություն կանենք Արցախ։ Կցույց տամ քեզ բոլոր տեղերը, որտեղ ես կռվել եմ, բայց ավելի կարևոր, բոլոր տեղերը, որտեղ ես երազել եմ քեզ հետ լինելու մասին։ Այդ ուղևորությունը երբեք չպատրաստվեց տեղի ունենալ։ Հետևյալ օրերը, շաբաթները, ամիսները դարձան մի շարան մթության, որոնք Սեդան ընկավ առանց հիշելու։ Մարդիկ եկան եւ գնացին, բառեր ասացին, որոնք նշանակում էին լինել մխիթարող, բայց որոնք չհասան նրա սրտին։ Նա հերոս էր, ասացին նրանք։ Նա փրկեց Հայաստանը, ասացին նրանք։ Նա երբեք չի մոռացվի, ասացին նրանք։ Բայց Սեդան ուզում էր գոչել. «Ես չեմ ուզում հերոս, ես ուզում եմ իմ ամուսնուն վերադարձնել»։ Նա չգոչեց։ Նա սովորեց կրել այն դեմքը, որը հասարակությունը ակնկալում էր հերոսի այրուց։ Արժանապատիվ, լուռ, ուժեղ։ Բայց ներսում նա փշրվում էր յուրաքանչյուր օր։ Երբ նրան հրավիրեցին պաշտոնական արարողությունների, նա գնաց եւ կանգնեց, որտեղ ասացին նրան կանգնել։ Երբ նրան խնդրեցին խոսել Մոնտեի մասին, նա խոսեց այն բառերով, որոնք ուրիշները ուզում էին լսել։ Բայց նա երբեք չպատմեց իրական պատմությունը, իրենց խոսակցությունները խավար գիշերներին, նրա վախերը, նրա երազները, նրա մարդկային թուլությունները։ Ամենածանրը գալու էր 3 տարի անց, երբ Սեդան ծնեց որդի։ Նա անվանեց նրան Մոնտե, իր հոր պատվին։
բայց այդ անունը բերեց նոր ցավ։ Յուրաքանչյուր անգամ, երբ նա կանչեց իր որդուն, նա հիշեց մարդուն, ով երբեք չէր ժամանելու տեսնելու այդ երեխային։ Մոնտեն, երբ խոսել էր երեխաներ ունենալու մասին, նա միշտ ասում էր, երբ պատերազմը ավարտվի, ես չեմ ուզում բերել երեխա այս աշխարհը, քանի դեռ աշխարհը այսպես է։ Սակայն պատերազմը ավարտվեց առանց նրա, եւ Սեդան բերեց երեխա մի աշխարհ, որտեղ նրա հայրը չկար պաշտպանելու նրան։ Երիտասարդ Մոնտեն մեծացավ լսելով պատմություններ հերոսի մասին, ով կրեց նրա անունը։ Բայց Սեդան միշտ հարցնում էր իրեն. արդյոք ավելի լավ կլիներ, եթե երեխան ունենար հայր, ով չէր հերոս, բայց ով ապրում էր։ Սեդան երբեք չամուսնացավ կրկին։ Նա չէր կարող պատկերացնել ուրիշ մարդու կողքին, երբ նրա սրտում դեռ ապրում էր Մոնտեն։ Նա ապրեց որպես մենամյակ մայր, աշխատեց որպես ուսուցչուհի, մեծացրեց իր որդուն լավագույնս ինչպես կարող էր։ Բայց գիշերներին, երբ տունը լուռ էր, նա վերցնում էր Մոնտեի նամակները եւ կարդում դրանք կրկին եւ կրկին, մինչեւ բառերը արվեստագործ էին նրա մտքում։ Մի նամակում գրված 3 շաբաթ նախքան նրա Մոնտեն գրել էր. «Եթե ինչ-որ բան պատահի ինձ, խնդրում եմ հիշիր, որ յուրաքանչյուր ժամ, որը ես անցկացրի հեռու քեզանից, ես անցկացրի մտածելով քո մասին։ Դու եղար իմ լույսը ամենամութ տեղերում»։ Այդ բառերը պահպանեցին Սեդային ողջ այդ տարիներ, բայց դրանք նաև հիշեցրին նրան այն, ինչը նա կորցրել էր։ 30 տարի անց Սեդան նստում է նույն բնակարանում, որը նա կիսեց Մոնտեի հետ այդ կարճ ամիսները, երբ նա եկավ Երևան։ Պատերը լի են լուսանարներով, լի են լուսանկարներով, Մոնտե երիտասարդ, Մոնտե արխեոլոգիական ճամփորդություններում, Մոնտե համազգեստով։ Բայց ամեն թանկագին լուսանկարը փոքր է, մաշված անկյուններից, ցույց տալով երկու մարդկանց, ուղակի խոհանոցի սեղանի շուրջը, սուրճ խմելիս, ժպտալիս կամերային։ Այդ սովորական պահը, չափազանց հեռու ճակատից եւ պատերազմից, պատմում է իրական պատմությունը, մարդը, ով սիրեց, ով երազեց, ով ուզում էր սովորական կյանք։ Սեդան հիշում է այդ առավոտը, երբ նրանք արթնացան ուշ, պատրաստեցին նախաճաշ միասին, եւ Մոնտեն ասաց. «Սա է, ինչը ես ուզում եմ, ոչ շքախաղեր, ոչ հանրային ճանաչում, պարզապես այս, դու եւ ես, սուրճ եւ լույս պատուհանից»։ Այդ երազը մնաց անկատար։ Բայց Սեդան կրում է նաև այլ բեռ։ Նա հարցնում է իրեն. կարո՞ղ էր նա փրկել նրան։ Եթե նա պնդեր ավելի ուժեղ, եթե նա պահանջեր, որ Մոնտեն թողնի Արցախը, արդյոք նա լսեր։ Կամ արդյոք այդ պահանջը պարզապես կտանջեր նրանց հարաբերությունները առանց փոխելու վերջնական արդյունքը։ Այս հարցը չունի պատասխան, բայց այն ապրում է Սեդայի մեջ որպես մշտական մեղադրանք։ Նա իմանում է ռացիոնալորեն, որ Մոնտեն կատարեց իր ընտրություն եւ ոչինչ չէր կարող կանգնեցնել նրան։ Բայց սիրտը ռացիոնալ չէ, եւ սիրտը շարունակում է հարցնել. ինչ եթե։ Երբ Վագե Շահմուրադյանը վերադարձավ Հայաստան 1994 թվականին, նա խոստացել էր իր ընկերներին Արցախում, որ կպատմի ճշմարտությունը։ Նա պատմեց ճշմարտությունը, բայց ոչ ոք չուզեց լսել։ Նա տվեց հարցազրույց մի պարբերականի, խոսելով Շահումյանի զգուշացման մասին, Մոնտեի կոնֆլիկտի մասին հրամանատարների հետ, անհարմար մանրամասների մասին, որոնք պաշտոնական պատմությունը անտեսեց։ Պարբերականը տպեց հարցազրույցը, բայց հաջորդ համարում տպեց դիմադրություն 3 այլ վետերաններից, ովքեր մեղադրեցին Վիվագեին հերոսի անունը պղծելու մեջ։ Վագեն հասկացավ, որ նա մտել էր սենյակ, որտեղ պաշտոնական պատմությունը արդեն հաստատված էր, եւ ցանկացած փորձ փոխելու այն դիտարկում էր որպես հավատքի դավաճանություն։ Մոնտե Մելքոնյանի զինվորներից շատերը, ովքեր ողջ մնացին պատերազմից, փորձեցին վերադառնալ սովորական կյանքի։ Ոմանք գտան աշխատանք, ստեղծեցին ընտանիքներ, փորձեցին մոռանալ այն, ինչը տեսան դաշտում։ Այլք չկարողացան հարմարվել։ Պատերազմը դարձել էր նրանց ինքնությունը, եւ առանց դրա նրանք չգիտեին, թե ովքեր էին։ Որոշներ դարձան ալկոհոլիստներ, փորձելով ջրեսլու հիշողությունները։ Մի քանիսը ինքնասպան եղան, չկարողանալով ապրել խաղաղության մեջ հետո, երբ արդեն տեսել էին պատերազմի դժոխքը։ Բայց բոլորը կրուրում էին Մոնտեի հիշողությունը որպես մի բան սրբազան։ Նրանք պաշտպանեցին նրա պատկերը դեմ ցանկացած քննադատության։ Եթե ինչ-որ մեկը համարձակվում էր ասել բան բացասական Մոնտեի մասին, նրանք արձագանքում էին զայրույթով։ Դա չէր պարզապես հավատարմություն հերոսի նկատմամբ, դա էր ինքնապաշտպանություն։ Եթե Մոնտեն չէր հերոս, ապա ինչ էր նշանակում նրանց զոհաբերությունը։ Եթե այն, ինչի համար նրանք կռվեցին, չուներ իմաստ, ապա նրանց իսկ կյանքերը կորցրին իմաստը։ Պատմությունը, որը պատմվեց հասարակությանը, դարձավ պաշտպանիչ վահան, ոչ միայն Մոնտեի հերոսական պատկերի համար, այլև բոլոր նրանց համար, ովքեր կռվեցին նրա հետ։ Եվ այդպես 30 տարի պատմությունը մնաց կիսատ,
ոչ սուտ, բայց ոչ էլ ամբողջական ճշմարտություն։ Մոնտե Մելքոնյանը դարձավ մարմարե հերոս, անթերի, հերու, անհասանելի, իսկական մարդը, սխալներով, կասկածներով, վախերով, երազներով անհետացավ պատմության ստվերներում։ Եվ այդ կորուստը ոչ թե նրա կյանքի, այլ նրա ճշմարտության կորուստը, թերևս ավելի խորվող բերգություն է, քան ինքը մահը, որովհետև երբ մենք կորցնում ենք ճշմարտությունը, մենք կորցնում ենք մարդուն, եւ երբ մենք կորցնում ենք մարդուն, մենք կորցնում ենք բոլոր դասերը, որոնք նրա կյանքը կարող էր սովորեցնել մեզ։ 30 տարի անց Մոնտե Մելքոնյանի պատմությունը մնում է բաց վերք, որը չի բուժվի, քանի դեռ մենք վախենում ենք նայել նրան ամբողջ ճշմարտությամբ։